ոնց որ շատ ուշագրավ բանի եք հետևում, ճիշտ ասած մենք միասին, նոր ստացանք բավականին հետաքրքիր բաներ, կարելի ասել սենսացիոն կամ գուցե դուք ավելի ճիշտ կբնութագրեք, ուրեմն հարցած բան է մեծ մամուլի ասուլիս, թե բրիֆինգ է եղել, թե որտեղ որ Ալիևը պատասխանել է ուկրաինացի լրագրող Գարդոնի հարցերին եւ կարելի ասել սենսացիոն բաներ է ասել, դուք հետևում եք, պիտի խնդրեմ որ հենց դրանից սկսենք Տիկին Դիլբարյան, ինչ էր ասում Ալիևը։ Եղավ իհարկե միշտ պետք է ուշադիր հետևել, թե այդ ճակերտներում Հայաստանին վառելիքաէներգետիկ եւ անվտանգային հարցերով ապահովող, բայց իրականում մեր տարածքները բռնազավթած Իլհամ Ալիևը ինչպես է կառուցում իր հարաբերությունները այսպես աշխարհի հետ, եւ այս համապատկերում իրոք չափազանց կարևոր էր Դմիտրի Գորդոնի հետ նրա այս երկխոսությունը, որտեղ իհարկե կար արևելյան ամբողջ այդ մեղրածոր քաղցրությունը, փոխադարձ, ընդ որում Գորդոնի մոտ էլ կար դա իրար հաճոյախոսելը, բաց թողնենք այդ հաճոյախոսությունը որպես արևելյան դիվանագիտության գործիք, բայց նշենք, թե որտեղից ամենակարևորը, ով եւ ինչպիսի հայտարարություններ էր կատարում Ռուսաստանի հասցեին։ Իլհամ Ալիևը, որը փաստորեն 44-օրյա պատերազմում խախտելով բոլոր միջազգային օրենքները, նախ բռնազավթեց Արցախի ինքնահռչակ, բայց միջազգային օրենքների հիման վրա ձևավորած հանրապետությունը, այնուհետև արդեն համագործակցելով Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ, որոնք պարտվեցին այդ պատերազմում, էթնիկ զտման, այսինքն ցեղասպանության ենթարկեց Արցախը, խոսում էր ընդդեմ նվաճողների եւ Դմիտրի Գորդոնի այն հարցին, որտեղ ամեն կերպ շեշտադրվում էր եւ կարելի է ասել ուրճացված ձևով ներկայացվում էին Ուկրաինայի հաջողությունները, իրականում երբ հետևում ես ուկրաինական մամուլին, տեսնում ես, որ այդ հաջողությունները չեն բավարարում անգամ Զելենսկուն, բայց այս մեղրածոր երկխոսության մեջ Դմիտրի Գորդոն եւ Իլհամ Ալիև պարզվեց, որ Ղրիմը արդեն գրեթե ազատագրմանը մոտ է, այսինքն ուկրաինական զորքերը Ղրիմ են մտնելու, այո, շրջափակել են ամբողջը, այսպես արդեն մտնում են եւ տեղի է ունենում նաեւ օդային այսպես աննախադեպ հարձակում, այսինքն Ուկրաինան ներկայացվեց որպես բացառիկ հաջողակ պատերազմական գործողություններում պետություն, իսկ Ռուսաստանը արդեն գրեթե տապալված, բոլորի կողմից մերժված եւ ագրեսոր։ Բայց շատ նենք եւ յուրօրինակ էր, եկեք կանգ առնենք դրա վրա, թե ինչպես էր ինքը զուգադրում իր փորձը Արցախում ցեղասպանություն իրականացնելու եւ ամբողջությամբ բռնազավթելու, թեև ասում էր ես չեմ կարծում, եթե դուք իմ խորհրդի կարիքը ունեք, բայց ես իմ խորհուրդները չեմ պարտադրում ձեզ, բայց ուղղակի կիսվում էր իր կարծիքով հաջողված այդ փորձով, այսինքն ուկրաինացիներին դրդում շարունակելու եւ գնալու իր հետքերով։ Ընդ որում ինքը փորձում էր ցույց տալ եւ շատ նենգորեն, նաեւ դուք գիտեք, որ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև Եվրամիության շատ պետություններ հրաժարվում են այլևս ֆինանսավորել այս ոչ միայն միլիոնավոր կյանքեր, այլև տասնյակ միլիարդների վնաս երկրագնդին եւ բուն Եվրոպային տվող պատերազմը, այլ նաեւ ցույց էր տալիս, որ դուք մի լսեք նրանց։ Տեսեք, քանի անգամ ինքը YouTube-ում տեղադրված է այս հարցազրույցը եւ ինքը բնականաբար ռուսերեն է ընթացել այդ հարցազրույցը, նշում է, թե եվրոպացիները ստիպում էին շատ միջազգային կազմակերպություններ Իլհամ Ալիևին հաշտվել իրավիճակի հետ։ Մեզ ասում էին մոռացեք Քաշաթաղի, այսինքն իր եզրաբանությամբ Լաչինի միջանցքը, թողեք դա հայերին, թողեք քարվաճառը, մնացածը ձեզ վերցրեք, արյուն մի թափեք, պատերազմը պետք է կասեցնել, նրանք մեզ վրա ճնշում էին գործադրում եւ հաղթական ժպիտով մեղրածոր շարունակում էր, բայց մենք չհանձնվեցինք։
Այսինքն, այսպես ուղղակի Ուկրաինա դուք մի լսեք Միացյալ Նահանգների կամ եվրոպական այն մյուս պետություններին դուք մի հաշտվեք եւ գիտեք ինչ ամպագորգոր հայտարարություններ, որ անհնար է կանգնեցնել այն ժողովրդին, որը ձգտում է դեպի ինքնիշխանության եւ անկախության եւ ուզում է պահպանել իր ազգային այսպես ինքնությունը։ Դուք պատկերացնում եք մի բռնապետ, միջազգային հանցագործ, մեկ այլ պետության, որը մի պատերազմ է վարում Ղրիմի համար, որտեղ երբեք ուկրաինացի ժողովուրդը չի կազմել մեծամասնություն, եւ այդ տարածքը ցարական Ռուսաստանի կողմից տեղաբնակ ժողովուրդների կողմից նվաճված, ընդ որում նշենք, որ Ղրիմում բավական մեծ է եղել նաեւ Անիի թագավորության անկումից հետո հայկական բնակչությունը, այսինքն եւ հիմա էլ այնտեղ ուժեղ է, մի տարածք, որը երբեք Ուկրաինա բնակ չի եղել եւ տարբեր սահմաններով չի պատկանել Ուկրաինային, բացի խորհրդային շրջանում, չգիտեմ, ինչ որ փոփոխություններից, իսկ գիտեք խորհրդային շրջանում սահմանները որքան հեղեղուկ էին եւ բոլորովին պատմական հիմնավորումներ չունեին, բոլշևիկները միշտ այդպես էին որոշում, չէ, օրինակ Լենինի ժամանակ որոշվեց, որ եւ հետո Ստալինը իրագործեց, որ Նախիջևանն ու Արցախը ինքնավար ինչ որ մարզ պիտի լինեն Ադրբեջանի կազմում, եւ այնտեղ միայն կամայականություններ էին կատարում, այսինքն Ղրիմը հայտնվել էր Ուկրաինայի կազմում, այդ կամայականությունների հետևանքով։ Եվ հիմա հանկարծ այդ նույն նախադեպով ուժի միջոցով միջազգային հանցագործությամբ, ցեղասպանությամբ հարց լուծողը ըստ էության մյուս պետությանը առաջարկում է որդեգրել իր ճանապարհը եւ դեռ մի նախադասություն ասում մենք միշտ մեր ուժերի ներածին չափով կօգնենք ուկրաինացի ժողովրդին եւ դրանք միայն խոսքեր չեն եւ չարժե անգամ դրա մասին շատ խոսել, ավելի լավ է գործ կատարել։ Եվ դա արվում է մի պետության հանդեպ, որի հետ հիմա Ադրբեջանը փորձում է զարգացնել իր հարաբերությունները Ռուսաստանից եւս խոսում են այսպես ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման մասին, Ադրբեջանի հնարավոր մուտքը ԵԱՏՄ եւ անգամ այդ ինչպես ինքն է նենգաբար խեղաթյուրում նաեւ թրիփ կոչվող այդ ձեռնարկի անունը անընդհատ կոչելով Զանգեզուրի միջանցք, անգամ իրենք դեմ չեն, որ Ռուսաստանը այնտեղ մասնակցի, բայց ուղղակի ըստ էության կոչ է անում։ Մենք գիտենք, որ Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ այդ կառույցներում մեծականակ նաեւ ռուս բնակչություն կա կամ հիմնականում ռուսախոս ուկրաինացիներ, որոնք իրենց ավելի շատ ազգային նկարագրով Ռուսաստանին են մոտ համարում, փաստորեն նա առաջարկում է այնտեղ էլ իրականացնել այն բոլոր գործերը, որը ինքն է արել, այդ ամենը փաթեթավորելով, գիտեք, զարհուրելի երեսպաշտությամբ, իբրև թե ոչ մի երկրի սահմաններ չի կարելի փոխել ուժով։ Եթե իհարկե այդ ժողովուրդը չի համաձայնում։ Այսինքն Ալիևը կարծես կոչ է անում, թե իրավիճակ կգա, այնտեղ երևի Ռուսաստանում էլ հույս ունեմ, որ կարող են հայտնվել, չգիտեմ, քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի գաղափարաբանության կողմնակիցներ, որոնք կարող են ամեն ինչ հանձնեն։ Եվ որտեղից էին գտել, որ ժողովուրդը համաձայնել է, որ Արցախը հանձնվի, այսինքն այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախի էջը փակված է, Իլհամ Ալիևը դա փաթեթավորում է, որ ժողովուրդը այդպես է ասում, եւ ես կարծում եմ դա դիվանագիտորեն ինքը շատ անկեղծ պատասխանում է նաեւ Ռուսաստանին, թե ինչպիսի դիրքորոշում ունի ինքը, դա ապտակ էր, բացահայտ, ակնհայտ ցինիզմով լցված, պարզվում է ինքը արդեն տեսել է հաղթողներին եւ իրեն հաղթող բենզինի համար հերթեր են առաջացել եւ այլը ինքը ասում խոսություն չկա եւ թելադրողը ինքն է եւ այստեղ ինքը փաստորեն առաջարկում է Ռուսաստանին լիովին դուրս գալ խաղից եւ ամենակարևոր շեշտադրումը, որ ուզում եմ կատարել, հերու մնալ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների այն կառույցներից, ուժերից եւ ղեկավարներից, որոնք առաջարկում են
կանգնեցնել պատերազմը, այդ զարհուրելի զոհեր, ավերածություններ բերող պատերազմը եւ անցնել բանակցությունների։ Ինչու, որովհետեւ ինքը գտնում է, որ այն ժողովուրդը, որը պատրաստ է հաղթել, նրան կանգնեցնել հնարավոր չէ։ Այսինքն փորձի յուրօրինակ փոխանակում էր։ Փաստորեն ինքը գիտեք Շուշին էլ պատահական չէր ընտրված։ Թերևս խնդիրն այն էր, որ Ղրիմն էլ ինքը կարծում է, որ կարող է դառնալ նոր Շուշի, որտեղ երևի այդ վերաբնակները, որոնց համար կիսավերակված տները ինքը կառուցել եւ մարդկանց մենք գիտենք, որ ադրբեջանցիները բոլորովին էլ կամովի չեն գնում Արցախում բնակվելու, այնտեղ կթատերականացված ինչ որ բնակչություն կլինի եւ կպարզվի, որ նրանք իրենց պայքարով հետ են բերել իրենց բնիկ տարածքները եւ ունեն անկախության ձգտում։ Ես համոզված եմ, բոլոր ժողովուրդները ունեն անկախության ձգտում, բայց այս սպեկուլատիվ մանիպուլյացիաները ուղղակի պատասխան էին Պուտինին եւ Ռուսաստանին, եւ նա ինչպես փորձառու սադրիչ ասում էր՝ մի նահանջեք, մի լսեք միջազգային կառույցներին, դուք պետք է գնաք եւ իր հաղթական փորձը, այսինքն ինչպես ես եմ նստած Շուշիում, ինքը առաջարկում է, որ Զելենսկին էլ նստի Ղրիմում, եւ մենք առիթ չենք ունեցել դրանից հետո խոսելու։ Ֆոն դեր Լայնը Ադրբեջանում էր, հետո եկավ Հայաստան, հիշում եք այդ բանը խոսեց դրա մասին, որ ինչ փայլուն երկխոսություն է գնում, ինչ փայլուն խաղաղություն է, ինչպիսի դեմոկրատիա, ինչպիսի ժողովրդավարություն, ինչ փայլուն ընտրություններ եւ դրա ոչ մի խոսք գերիների մասին, Բաքվից դա խոսում է, ոչ մի խոսք չկա գերիների մասին, գալիս է Հայաստան, ոչ մի խոսք չկա եւ այս անցած շաբաթ հրապարակվում է նաեւ Դավիթ Իշխանյանի այն խոսքը, որ այստեղ մեզ անգամ ասում են այդ միջազգային բաները, որ դուք ինչ եք ուզում, եթե ձեր իշխանությունները չեն ուզում։ Երեսպաշտությունը, այս այլանդակությունը միջազգային էսվաների եւ նաեւ մեր իշխանության եւ այս դա զարհուրելի։ Դուք հասկանում եք, միջազգային հանցագործի փորձը դարել է Ուրսուլա ֆոն դեր Լայնի, չգիտեմ, Մարտա Կալասի եւ նմանատիպ գործիչների կողմից լայնորեն տարածվող իրողություն։ Այսինքն բոլորը միմյանց առաջարկում են լինել այնպիսին, ինչպիսին Իլհամ Ալիևն է, այսինքն ստել, մարդկանց պահել բանտերում, նրանց դատապարտել, չգիտեմ, ցմա 25 տարի, 20 տարի անազատության, միայն այն բանի համար, որ իրենք իրենց ազգային ինքնությունը ուզում են այսպես ապացուցեն, պաշտպանեն եւ ապրեն իրենց հայրենիքում, բայց քանի որ նրանք ներկայանում են որպես հակառուս, ես կարծում եմ այս Գորդոնին տրված պատասխանը նաեւ ուղղված էր հենց Եվրամիության եւ Եվրոկոմիսարների հենց այս հիվանդագին, գիտեք, ախտաբանական հակառուս շերտին, որ տեսեք, մենք դուք պետք է ամեն կերպ դադարեցնեք ողջամիտ եվրոպական կառույցների ելույթը, դուք տեսեք, մենք հաղթանակած ենք եւ մեր փորձը, այսինքն ցեղասպանի փորձը պետք է շարունակվի, ապօրինի մարդկանց բանտերում պահողի եւ խոշտանգողի փորձը պետք է ավարտվի եւ Շուշին էլ դարձել է այդ ապօրինությունների գագաթը։ Մենք փաստորեն տեսնում ենք երկու Եվրոպա եւ իրականում հաղթողը այն Եվրոպան է, որը ոչ մի առնչություն չունի Հելսինկյան այդ հռչակագրի հետ, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հետ, նրանք պաշտպանում են ցեղասպաններին։ Ցեղասպանը հաջողել է եւ իրենք կարողացել են տարբեր ուժերով Հայաստանում իշխանության բերել, երևի երազում են այդպես նաեւ Իրանում գուցե նմանատիպ բաներ անել, Ռուսաստանում իշխանության բերել մարդկանց, որոնք պարտվողականության այսպես տրամադրություններով են համակված, այսինքն իրենք անզիջում են ոչ մի թիզ, հիշում եք, չէ, Հայաստանում ինչպես էին ծաղրում սեփական հողը սիրողներին, նրանց անվանելով ոչ մի թիզականներ, այո, այնինչ սեփական հայրենիքը սիրելը ինչ կապ ունի ոչ մի թիզականության հետ, բայց Ալիևի ոչ մի թիզականությունը ճիշտ է։ Ալիևի այդ պնդումները այստեղ բերելու 300,000 ադրբեջանցիներին, առավոտյան նաև կարդում էի Կալիբերազը եւ այնտեղ գրում էր, որ ադրբեջանցիները շուտով պատրաստվում են շրջագայություններ մշակել հատուկ այսպես երթուղիով Հայաստանում, որպեսզի ադրբեջանցիները գան իրենց կարոտը առնեն եւ ճշգրիտ որոշեն, թե իրենք ենթադրենք Վարդենիսում են ուզում բնակվել, թե Սյունիքում։
ինչու զարհուրելի իրողություն, այսինքն մեկին արտոնված է ունենալ ծավալապաշտական, մեզ անվանում են ռևանշիստներ, չգիտեմ, եռագլուխ հրեշ, դրա եզրաբանություն է, որ 3 խուստուտ բարձրացած Նիկոլ Փաշինյանն է առաջ մղում, իսկ մեր դրոշը, Արցախի դրոշից այնպես են սարսափում, կարծես, չգիտեմ, դա ճանապարհ է դեպի պատերազմ, իսկ իրականում դա ճանապարհ է դեպի հաղթանակ եւ սեփական ազգային ինքնություն, բայց Ալիևի օկուպացիոն նկրտումները դրանք լիովին ընդունելի են եւ որպես միջազգային փորձ տարածելի են։ Եվ ահա քանի որ դուք նշեցիք Ուսուլա ֆոն դեր Լայն, ես նաև անկեղծորեն եմ ասում, տեսեք մեզ ինչքան չի հարգում այդ նույն Եվրոպան։ Գնաց նրանց ինչպիսի վիթխարի գումարներ խոստացավ, իսկ մեզ ինչ որ կներեք մնացուկային բաներ, որոնք ոչ մեկի չեն էլ հետաքրքրում։ Եվ բացարձակ ոչի բաներ չարեցին այդ մեր հողի հնաբույր, ամենահամեղ բանջարեղենն ու միրգը տանելու համար։ Առանց Մաքսի կտանենք, տարան չգիտեմ ինչ որ ցուցադրական, ինչ որ իհարկե, չգիտեմ, երկու բան կա, կամ որ երբ էր հասցրել այդ մարդակոսներով եփել այդ ջեմը, այնքան էժան իրավիճակ էր էլի։ Ես ասեմ, երեք նայում էի Facebook-ով մի բերքարատ շուկա էջ կա, այնտեղ մեկը 1 տոննա լոլիկ էր նվիրում, միայն ասում էր եկեք իմ հողից տարեք 1 տոննա լոլիկ, դուք հասկանում եք այդ 1 տոննա լոլիկը աճեցնելու, հավաքելու համար ինչքան աշխատանք է ծախսվել, եւ հիմա այդ մարդը, որ պարզապես երևի արդեն ջախջախվում էր տեսնելով ինչպես է փտում իր աշխատանքը, ինքը պատրաստ էր նվիրել, որ գան տանեն, այնտեղ էլ նշել էր, որ արդեն զանգեցին գալիս են։ Հիմա այդպես մեզ մոտ 1 տոննա լոլիկ են նվիրում, հենց այդ գաղափարաբանությամբ, որ եկեք մտնենք հարկառուսականության դաշտ ու լավ կլինի։ Ինչը դաշտ լավ կլինի։ Իսկ ինչու մենք պետք է մտնենք հակա ինչ որ մեկի դաշտ։ Եվ ընդ որում անպայման այդ հական չի վերաբերում մեզ գենետիկորեն ատող, գիտեք, ազգույթներին։ Ունակ մեկը ինչ դատապարտելի է, չէ, ասել, որ պաշտոնյան թուրք է կամ ադրբեջանցի, վարչապետի պաշտոնը վերստին, այսպես հերոսաբար նվաճած Նիկոլ Փաշինյանը, այս նախորդ ընտրություններում ինչպիսի չէ, մարտեր սահմանադրական դատարանն էլ այդպես կրծքով պայքարեց, մի ամբողջ կուսակցություն դուրս մղեցին, որ ինքը մեծամասնություն ունենա։ Եվ ինքը հայտարարում, ինչու եք շեշտադրում, որ պաշտոնյան թուրք էր, կամ ասում եք թուրք մարզիկը հաղթեց հայ, ինչու եք ազգությունը շեշտադրում, իսկ նրանք ինչու են ամեն պատեհ անպատեհ պահի մեզ շեշտադրում, եւ դուք պատկերացնում եք հիմա Արցախյան ապօրինի զավթողական ցեղասպանական պատերազմը միջազգային այդպես գովելի դասագրքային փորձ է դարձել եւ Շուշիից այո, հա, ինքը հաղթող ասում է Զելենսկի, հանկարծ չերկնչես, որ կան եվրոպական պետություններ, որ քեզ ինչ-որ բաներ են առաջարկում պատերազմը դադարեցնելու։ Գնա, մենք քեզ ամեն ինչով օրինակ ունեցիր, տես ցեղասպանություն կազմակերպիր, քեզ Ղրիմում, Դոնեցկում, չգիտեմ, երևի Լուգանսկում ամենտեղ սպասում են։ Շոտ հետաքրքիր, գիտեք, աշխարհը իսկապես միջազգային իրավակարգը փլուզվել է, եւ իդեպ Ռուսաստանը պետք է, եթե չի պատրաստվում կրկնել պարտությունների այդ ճանապարհը, պետք է լուրջ եզրակացություններ կատարի, սա ճշմարտություն է։ Մենք առաջ չենք մղում, հասկանում եք, ռուսական շահը, բայց նաեւ սարսափելի է այս ձևով գովազդել զավթողականությունն ու ցեղասպանությունը։ Հնչեցին այդպես հիմնավորներ։ Բոլոր հարցերը լուծում է, կալանավորում է, ձերբակալում է, հիմա ինչի է շահագրգիռ, ինչից է վախենում, որ ոչինչ չի անում Նիկոլը Եվեթիվը, որ բանկի բանտից մեր գերիները վերադառնան։ Գիտեք, վախը ենթագիտակցական ունի շատ ավելի տրամաբանական հիմնավորումներ, քան ուժով ձեռք բերված
եւ ոստիկանների ուժով պահվող ոստիկանապետությունը, բռնատիրական համակարգը։ Բոլորը գիտեն, ես պարբերաբար դա հիշում եմ, բայց գիտեք, առաջին երկրորդ կուրսերում վերստին արդեն բուհական մակարդակով ուսումնասիրելով պատմությունը, նաև համաշխարհային պատմությունը, ես ինձ համար կատարեցի մի հիմնավոր գյուտ, որ բոլոր բռնապետությունները եւ բոլոր կայսրությունները փլուզվում են ի վերջո։ Դա գիտեք պատմական ինչ որ ժամանակագրական ցիկլ, այսինքն դա կկատարվի 8 տարի հետո, 9 տարի հետո, 5 տարի հետո, թե 10 տարի հետո, թե 70 տարի հետո, դա նշանակություն չունի։ Եվ բոլոր բռնապետերը իրենց քնած վիճակում, թե արդմնի վիճակում հասկանում են, որ տեղի է ունենալու իրենց բռնապետության փլուզում։ Պատմական փորձի դեմ գնալ չես կարող։ Եվ հենց այդ ժամանակ ես եւ քնության ժամանակ ասացի, որ խորհրդային կայսրությունը ըստ էության թե իմ ժամանակ դա թվում էր թե պերեստրոյկա վերակառուցում է բռնապետական չէ, բայց նա հիմնված էր այդ ստալինյան ռեպրեսիաների եւ ամեն ինչի վրա։ Ես հիշում եմ իմ այդ դասախոսի սարսափած դեմքը եւ նրա ինձ նշանակած լավ գնահատականը, ինքը չկարողացավ էլ անգամ ինձ գերազանց նշանակել, բայց ոչ մի փաստարկ չբերեց, որ բռնապետությունները չեն փլուզվում, որ նրանք փլուզվում են։ Այսինքն այսօր էլ ես շարունակում արդեն շատ ավելի հիմնավոր այսպես ունենալով գիտելիքներ եւ փորձ բռնապետությունների վերաբերյալ, այդ բռնապետությունը փլուզվելու է։ Դրանք կավե ոտքերով հսկաներ են։ Վախի մի չափականակ կա, որից հետո ինքը արդեն դադարում է կազմալուծել։ Առաջին պահի մեծ վախի մեջ հայտնված մարդը այսպես կազմաքանդվում է, ենթարկվում, իսկ հաջորդ պահին ինքը այլևս չի վախենում։ Գիտեք, դուք իրեն կպահեք առանց աշխատանքի մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, 6 ամիս, հետո այդ մարդը արդեն խորապես դա արհամարում է։ Ինքը ոտքի է կանգնում եւ պայքարում է իր շահերի համար։ Եվ կա բռնապետության այն, գիտեք, նուրբ չգիտեմ աստիճանը, չնայած բռնապետությունը նուրբ չի, այլ բացարձակ կոպտագույն է, բայց որից հետո ինքը գործում է ընդդեմ բռնապետի, առաջանում է, գիտեք, այն անպարագիծ ատելությունը, իսկ անպարագիծ ատելությունը միշտ բերում է դիմադրության եւ ըմբոստության։ Եվ Իլհամ Ալիևը, սկսեմ նրանից, ինքը նաև տեսեք, ընդամենը 4 օր առաջ է, որ նրանք մեծագույն ճնշման, բայց դրսից եկող ճնշման, թեև ես ես մի բան ասեմ, Հայաստանի հասարակությունը, ես դա նաև իմ տարածած նյութերից գիտեմ, դա իմ փոքրիկ, շատ փոքրիկ, աննշան պայքարի ներդրումն է Բաքվի բանտերում գտնվող Արցախցի եւ Արցախի ազատագրության համար պայքարած հայ մեր հերոսների համար, ես այդ բոլոր նյութերը տեղադրում եմ։ Եվ ես ձեզ ասեմ, կա, չէ, այնտեղ ցույց է տալիս, թե քանի մարդ է դիտել եւ այլն։ Ես դրանց արձագանքներից շատերը կվախենան նաեւ ՖԲ-ում, բայց իրենց դիտելը, կարդալը, իսկ հետո քեզ նրանք դրսում հանդիպում են, չէ, եւ ես տեսնում եմ, որ Հայաստանի բնակչության այո, մեծամասնությունը իրեն նվաստացած եւ ստորացած է զգում եւ ուզում է վերադարձնել մեր գերիներին հայրենիք։ Ինքը երբեմն դա չի համարձակվում բարձրաձայնել, իրեն նաեւ փոքրիկ մարդ համարելով, բայց չկա այդպիսի բան։ Ազգային արժանապատվությունը բոլորովին չի կորսվել։ Ռուբեն Վարդանյանին վերաբերող հաղորդումները, նրա արժեքների, Դավիթ Իշխանյանի մնացածների գործի հանդեպ եղած այդ հարգանքը եւ հենց թեկուզ հարգանքը սեփական պետության ազգի ներկայացուցիչների հանդեպ բոլորովին էլ մարած չէ։ Եվ Ալիևը դրա համար սարսափելի վախենում էր։ Ընդամենը 4 օր առաջ նրանք այդ մեղադրական կեղծափաստաթղթերը նոր համարձակվեցին մեծ ճնշման տակ տրամադրել մեր գերիներին, դա արձանագրեց նաև Սիրանուշ Սահակյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը սոսկալի վախենում է այդպիսի մարդկանց վերադարձից, որովհետև այդ մարդիկ, գիտեք, չկոտրվող, չվաճառվող, չընկճվող մարդիկ են։
այդպիսի մարդիկ, որոնք երբեք իրենց գույնը չեն փոխում հարմարվելու համար բռնատիրական միջավայրին, միշտ առաջացնում են վախ։ Դուք տեսեք նաև, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը վերաբերում իր թիմի այն մարդկանց, ովքեր ինչ-որ տարբեր հատվածներում չեն կիսում նրա տեսակետները, քննադատում են նրանք անմիջապես հիմա էլ մենք նոր կառավարությունում կտեսնենք այն մարդկանց, որոնք անգամ համաձայն չէին, որպիսի մեր հեռախոսների այդ կոդերը, համարանիշները բոլորին հայտնի դառնային։ Խոսքը ԲՏԱ նախարարության մասին է, որտեղ մարդիկ հրաշալի հասկանում են, որ մաքսանենգության դեմ պայքարի շատ այլ մեթոդներ կան, բացի դրանից Հայաստանը բոլորովին չի պատկանում մաքսանենգությամբ, այդպես ինչ որ չգիտեմ, աղետալի չափանիշներ գրանցած պետության եւ ցանկացած բռնապետություն։ Եթե դու անգամ պատերազմ ես հայտարարում ձիերին, չգիտեմ, կոկորդիլոսներին, առյուծներին, դա չի խոսում այն մասին, որ դու հաղթող ես։ Եվ Իլհամ Ալիևն էլ տեսեք ամենտեղ խոսում է այդ հաղթանակի մասին ու ամենտեղ սարսափում է Հայաստանի այն ուժերից, որոնք խոսում են հայկական ազգային ինքնության պահպանման մասին։ Ամբողջ աշխարհը պետք է Ադրբեջանի ազգային ինքնության մասին մտածի, հայկական ինքնությունը ջնջելով, ինքն էլ է խորապես վախենում։ Եվ նույնքան խորապես դրանից վախենում է Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար ամեն առիթի բղավում է, որ Արցախյան, չգիտեմ, պայքարի էջը ինքը փակել է։ Դրոշին պայքար են հայտարարել։ Դա ինչից է, վախից է։ Իսկ բռնապետությունները կործանվում են։ Զարհուրելի։ Իհարկե։ Եվ շարունակությունը գիտեք նաև Արեգնաց Մանուկյանի, խնդրեմ։ Ես կարծում եմ դա մեր որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սարսափելի ամոթը եւ խարանն է, որ մենք կարողացանք ունենալ փաստորեն այնպիսի պետություն, որտեղ մարդու իրավունքները բացարձակ ոտնահարված են։ Ես վերջերս Civilnet-ով մի հրապարակում կարդացի, որտեղ կետ առ կետ թվարկված էր, չնայած ինքս էլ լավ գիտեի եւ ուրախ էի, որ Civilnet-ը դա հրապարակեց, թե ինչպես Հայաստանում Հելսինկյան հռչակագրի, մարդու իրավունքների հռչակագրի բոլոր կետերը պարզապես ոտնահարվում են։ Բանտերում հայտնվում են Նիկոլ Փաշինյանի գաղափարաբանության, այսինքն համաթյուրքականության մաս դառնալու եւ հայկականությունը բացարձակ ուրանալու գաղափարախոսությունը, արժեքները կրող ցանկացած մարդիկ, ընդ որում մի շատ հին բոլշևիկյան հայտնի մեղադրանքներով։ Ես քանի որ այն սերնդի ներկայացուցիչն եմ, որ այսպես դպրոցում անցել է ԽՄԿ պատմություն, բացառեք այդ դասագրքերը այն երջանիկ սերնդի մարդիկ, որոնք դա չեն անցել, եւ կտեսնեք, որ եւ Եղիշե Չարենցը եւ Աքսել Բակունցը եւ Աղասի Խանջյանը, որը գնդակահարվեց, բոլոր արժանապատիվ այն 100,000-ավոր հայ մարդիկ, որոնք այդ եռյակների որոշումներով, մատնագրերով, Ապորինի, NKVD-ի, չգիտեմ, Եժովի, Բերիայի եւ մնացած հրեշների ձեռքերով ստալինյան բռնապետության ժամանակ դատապարտվում էին, նրանք բոլորը արտասահմանյան գործակալներ էին, կամ այդ գործակալ բառը իրենց դուր չի գալիս։ Նրանք շպիոններ էին եւ վրագի народը, վրագի государство, այսինքն նրանք պետական դավաճաններ էին։ Հետևաբար ակնհայտ է, որ ներկայիս այսպես իշխող վերնախավը որոշել է որդեգրել ստալինյան բռնապետության բոլոր գործողությունները։ Դատախազությունում կար մի հրաշալի այդ ճակերտներում իհարկե հրաշալի ձևակերպումը։ Եթե գտնվի մարդ, կգտնվի նաև հոդված։ Հոդվածներն էլ գտնված են պետական գաղտնիք հայտնել, չգիտեմ, պետական դավաճանություն կատարել, եթե դու մեծահարուստ չես, էլի, եւ ունեցածդ մի սովորական բնակարան է, ինչ որ մեքենա եւ ոչ մեկի չեն կարող էլի ասել, որ դու թալանչի ես, չգիտեմ, կողոպտել ես, քեզ համար այդ պետական դավաճանի համար նախատեսված քրեական հոդվածներն են, իսկ եթե դու քո ուժերով հարստացած մարդ ես, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է եւ նաեւ Սամվել Կարապետյանն է, ապա դու չգիտեմ խարդախություններ ես կատարել,
հարկերը չես վճարել եւ չգիտեք ինչ որ մի զարմանալի ձևով գիտեք բոլոր ընդդիմախոսները պարզում է խարդախներ են, պետական դավաճաններ են, պետական գաղտնիք են հայտնել, դրդել են, նախապատրաստել են պետական գաղտնիք արտահայտելուն եւ այդպես շարունակ։ Դա ակնհայտ է, ես կարծում նաև այն մարդիկ, ովքեր երբևէ չեն եղել Սամվել Կարապետյանի կամ Գագիկ Ծառուկյանի կամ Անդրանիկ Թևանյանի, չգիտեմ, գաղափարակիրները կամ նրանցով այսպես խիստ ոգևորված անձինք, հիմա պարզապես ապշած են։ Ես Գագիկ Ծառուկյանի այդ ձերբակալության ահազարհուր խայտառակ կադրերից հետո տարբեր շփումների ժամանակ քաղաքացիներից, որոնց մի մասը անգամ գիտեմ քաղաքացիական պայմանագրին է ձայն տվել, նրանք սարսափով ասում էին, բայց ոնց կարելի էր։ Եվ ես ձեզ ասեմ, իրենց ձայն տված այդ 40-44% մարդկանցից շատերը նաև իրենք զարհուրեցին, թե ինչ են արել, որովհետև այդ կերպ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չամրացրեց իր դիրքերը, այլև բացահայտեց իր իրական վախերը եւ ամրակայեց այն համաշխարհային փորձով ճանաչված սկզբունքը, որ բռնապետությամբ եւ օրենքի ոտնահարմամբ կայացված բռնաճնշումները հանգեցնելու են եւ մոտեցնելու են արդարադատության ժամը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հասարակական եւ քաղաքական ուժերը պետք է այո իրենց առաջնային խնդիրը դարձնեն արդեն հավասար նույն հարթության վրա Բաքվի եւ Հայաստանի այդ անազատության վայրերում գտնվող եւ զարհուրելի հոդվածներով ամբաստանվող մեր հայրենակիցների շահերի պաշտպանությունը։ Այդ մեղադրանքները, դրանք քաղաքական մեղադրանքներ են, ինչպես Ալիևն է քաղաքական զարհուրելի եւ բացարձակ ճշմարտության հետ առնչություն չունեցող մեղադրանքներով փորձում փակել Արցախյան խնդիրը, այդպես էլ այսօրվա Հայաստանի Հանրապետության դատախազությունը, հակակոռուպցիոն այդպես կոմիտեն, քննչական կոմիտեն, ազգային անվտանգության ծառայությունը գնում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության օրենքներին։ Դա մեր ամոթն է, որ մեր դատական իշխանությունը ապացուցեց, որ ինքը ոչ մի աղերս չունի անկախության հետ, նրանք գիտեք եւ անգամ հաճկատարությունը հասել է այն մակարդակի, որ իրենք բացարձակ գիտեք դիմադրություն ցույց չտվող մարդուն տապալում են հատակին, դա նկարում եւ ցույց են տալիս, ինչու որպիսի բավարարվեն, իրենց արդյոք հրաման տվողը բավարարվի, թեև այդ գլխավոր Հայաստանում եւ կառավարությունը ինքն է եւ իշխանությունը ինքն է, Նիկոլ Փաշինյանը սիրում է, չէ, այդպիսի ձևակերպումներ տալ իրեն, ինքը հայտարարեց, որ ինքը այդ կադրերը չի տեսնում, բայց հայացքից էլ զգացվում էր, որ այդ կադրերը լուսանկարվել են զուտ իր համար եւ գիտեք մի փոքրիկ շերտ կա, որը ինչ որ բավարարվում է, երբ իրենից հզոր, իրենից կայացած մարդկանց տապալում են, փոքրիկ մարդկանց այդ չգիտեմ, փոքրիկ, ինչ ասեմ, ինքնամխիթարումը, որ տեսեք այդ հսկայածավալ միլիարդների տեր ունեցող նման ողորմելի, գիտեք, մխիթարանքով ապրող մարդիկ կային, որ ասում էին, այ տեսակ, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի համար մարդը եկավ, Բաքվում նրան ինչպես կալանավորեցին, Բաքվում էլ չէ, այդպես Ռուբեն Վարդանյանին կռացրել էին, բայց նրան եւ նսեմացված ձևով ուզում էին տանելու այդ կադրերը ամեն տեղ դնում էին։ Գիտեք, երբ ես տեսա, թե ինչպես էին Ծառուկյանին տապալել Հայաստանում, սիրտս ցավում էր։ Ես ձեզ ասեմ, մարդասպաններին այդպես չեն տապալում բացարձակապես։ Այո, փչան մեջ նրան հեշտ ու հանգիստ քաղաքակիրթ տանում էին, իսկ այդ մարդուն ես միանգամից Բաքվի այդ կադրերը հիշեցի ու դա սարսափելի էր։ Ես համոզված եմ, որ կառուցելու ենք Հայաստան, որտեղ այդ կադրերը
հրապարակողները, այդ գործողությունները կատարողները պատժվելու են, ծառայողական է, ինչով է, դա բացարձակապես օրենքով անթույլատրել։ Եվ հիշում եք մի քանի տարի առաջ, որ հյուրանոց էր մտել մեկը զենքով, ոստիկանապետը իր մեքենան նստեցրեց, տարավ, համոզում էին հոգեբանական, չգիտեմ ինչ որ միջոցներով, որ իրականում ճիշտ էր, հասկանում եք, երբեք չի կարելի անգամ ահաբեկչին, ինչպես են ահաբեկիչներին վնասազերծում, չէ՞։ Հոգեբանական ազդեցությամբ, քաղաքակիրթ, իսկ մեզ մոտ գիտեք ինչ որ վայրագ ժամանակներ են, մարդկանց թվում է թե գետին պարկեցնելով, ընդհանրապես երբ տեղի ունենան այսպես Հայաստանում քաղաքական համապատասխան զարգացումներ, մենք ասֆալտին փռել հասկացույթը պետք է բացառենք։ Քաղաքական ընդդիմախոսներին ասֆալտին չեն փռում եւ ընդհանրապես մարդկանց ոչ մեկի ասֆալտին չեն փռում։ Կա մեկ պատժիչ, այո, բորդյուրներով չգիտեմ ինչ, կա Հայաստանում օրենք եւ մենք այդ իրավական պետությունը կառուցելու ենք։ Ես համոզված եմ, բոլոր բռնապետությունները փլուզվում են եւ օրենքի ու արդարադատության հաղթանակը ընդհանրապես այլընտրանք չունի եւ դա անկասելի է։ Ես առաջարկում եմ, որպեսզի տեղի ունենան նաև քաղաքացիական, այո, դիմադրության եւ ըմբոստության տարբեր քայլեր։ Ես համոզված եմ, որ թեև հիմա տապ է եւ գուցե այդ հետընտրական շրջանում մենք գտնվում ենք նաև ընկճված իրավիճակում, մենք պետք է պայքարենք մարդու իրավունքների հարգման համար։ Մենք ունենք սահմանադրական դրա լիակատար իրավունքը, իսկ քաղաքական այն ուժերը, որոնք ստանալով նաև ընտրողների այսպես վստահության քվեն, պետք է ծավալեն համապատասխան գործողություն։ Ես անկեղծ ասած կարծում եմ, որ այս ընտրություններից հետո խորհրդարան էլ պետք է մուտք գործել եւ Հայաստանում դիտում ենք, չէ, Եվրոպայում ինչպիսի զարգացումներ են աշխարհում, երբեք չի կարելի լռել, երբ դու տեսնում ես անարդարություն եւ օրենքի ոտնահարում, սահմանադրական կարգի ոտնահարում։ Ու երբեք մի մտածեք, որ այդ բողոքի ակցիաները կարող են փոքրաթիվ լինել։ Դա ոչ մի նշանակություն չունի։ Ես կարծում եմ մարդը միայնակ էլ կարող է դուրս գալ եւ պայքարել ապօրինի կալանավորված իր համաքաղաքացիների եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական եւ սահմանադրությունից բխող մնացած բոլոր օրենքների հաղթանակի համար։ Եթե մենք յուրաքանչյուրս մեր տեղում բարձրացնենք մեր ձայնը, այդ ձայնը միավորվում է եւ դառնում է որոշ հաջողության ճանապարհ։ Ես շնորհակալ եմ։